հյուրն է Սուրեն Սուրենյանցը, բարև ձեզ պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, քիչ առաջ փորձում էի լրահոսին հետևել, հենց հիմա էլ ակցիաներ են տեղի ունենում կառավարության մոտ, գժվում են, գումդորը գնում են, խաբում են, ես իմ աչքով եմ տեսել, տղես ողջ է, անհետ կորածի մայր ու այսպես շարունակ, սա նույն հարթության վրա է, ինչ որ մեր գերիների հարցը, ոմանք ակնկալիքներ ունեին, որ գոնե այս երկրորդ բլեֆը խաղաղության որ մոտենա, ինչ որ մարդկանց հնարավորություն կտային, որ ազատության մեջ լինեին կամ հնարավորություններ կտային այդ մասուկները գտնելու, բայց մենք տեսանք գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտում, անհայտ կորածների հետ կապված ոչ մի նորություն չկա եւ մայրերը շարունակում են նմանատիպ ակցիաներ։ Ընտրությունները եղան, Նիկոլը մնաց իշխանության, բայց ըստ էության ոչինչ չփոխվեց եւ ամեն պատկերը շատ ավելի դաժան է, մի շարք առումներով, ինչ վիճակում է գյուղատնտեսությունը, ես քիչ առաջ մի օրինակ բերեցի այդ ծիրանիների լսեցիք, չէ, պարոն Սուրենյանց, եւ դեղցելիների, թե ինչ է տեղի ունենում, չորացած բան ծառել 40,000-ով, 30,000-ով, սա խայտարակություն չէ, սա ուղղակի աղետ է, գյուղատնտեսությունը այդ վիճակում է, տնտեսությունը շատ ավելի ծանր վիճակում է, գնաճը խեղդում է ուղղակի մարդկանց եւ դրան զուգահեռ Ալիևը ասում եմ այնքան փքված բան վիճակում է, որ կարող էր չէ մի փոքր ավելի հանգիստ բան լինել, որտեղ իր ցանկությունը կատարվեց եւ ԿՊ-ն ընտրվեց, ոչ, ինքը շարունակում է հոխորտալ, բացատրել եւ զորավարժություններ անցկացնել եւ նաեւ հայտարարել, որ ինքը արագացնում է, որ 300,000 ադրբեջանցիներին բերի Հայաստան եւ նաեւ այն տարածքների ինչի մասին որ Նիկոլը խոսում էր հնարավորինս արագ վերցնել։ Ունենք այսպիսի մի վիճակ։ Խնդրեմ պարոն Սուրենյանց։ Նախ եթե լրահոսին հետևենք, տեսնենք որ մի քանի դրսևորում կա լրատվական հոսքերում, մեկը զանազան բողոքի ակցիաներն են, որտեղ երկրում որևէ խնդիր չի լուծվում։ Այ հիմա դուք ասեցիք այդ ակցիաների մասին, անհետ կորածների, բայց ընդհանրապես Բեռնափոխադրողների հարցը, արտահանման սահմանափակումների պատճառով մարդիկ չգիտեն ինչ անեն եւ այդ լարվածությունը աճում է, մյուս կողմից քաղաքական այդ ռեպրեսիաները շարունակվում են եւ օբյեկտիվորեն բոլորը դժգոհ են եւ այսինքն հասունանում այն որ տարբեր բողոքների տենց այսպես լոկալ բողոքների խճանկար է եւ վաղ թե ուշ այդ բողոքները տարբեր ձևերով միավորվելու են, որտեվ ի վերջո այս բոլոր բողոքները հետևանք են կառավարման բացակայության, այսինքն մենք ունենք մի հատ իշխանություն, որը որևէ խնդիր չի լուծում։ Հենց կառավարության վերջին նիստը Գևորգ Պապոյանը վերակենում խոսում է Եվրոպա արտահանումների այն մասին, որ դյուրացել է, ոչ մի խնդիր չկա, մի հատ կոդ հանում են ու всё արտահանման խնդիրները լուծվում է, հենց այդ նույն նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասում է, որ այս ինչ որ խոսում եք վարդագույն երազանք է, որովհետև բեռների կապարակնքման հարցը չի լուծված, իսկ եթե դա չի լուծված Եվրոպա որևէ ապրանք չի կարող գնալ եւ այլն եւ այլն։ Այսինքն նույնիսկ կառավարության նիստում տարբեր նախարարների կամ գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունները իրար հակասում են։ Այս տնտեսության մասով մի բան էլ ասեմ, որը հիշում եք, չէ, ինչպես ներկայացվեց այն փաստը, որ Ադրբեջանը վերացրել է շրջափակումը, հեսա փոխադարձ առևտուր է գնում, ավելի լավ առևտուր անենք կամ պատերազմենք, ինչ-որ խոսում էին այն մասին, որ հեսա մեր բեռներն էլ Ադրբեջան կգնան կամ Ադրբեջանով կհասնեն Ռուսաստան, հրապարակեց վիճակագրություն, ընդամենը 17 միլիոն դոլարի ներմուծում է եղել Ադրբեջանից, որը կազմում է Ադրբեջանի ներմուծումների ընդամենը 0.1%-ը, իսկն այդ չնչին բան է, որը խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի մասին ընդհանրապես չի խոսում, բայց ավելի սարսափելի բան կա, Հայաստանից Ադրբեջան $0 ապրանք է գնացել, այսինքն սալդոն լրիվ Ադրբեջանի օգտին է, սա խոսում է ոչ թե ապա շրջափակման վերացման կամ
կամ խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի մասին, այլ կախվածության նոր գործիքի։ Իսկն ոչ մի ապաշրջափակում էլ չկա, որևէ առևտուր էլ չկա։ Ուղղակի Ալիևի բարեհաճությամբ, այսպես ասենք, ճակերտավոր, ինչ-որ բեռներ են մտնում Հայաստան, ավելորդ է խոսալ, որ դրանք Հայաստանի համար ինչ-որ կենսական խնդիր են լուծում, որովհետև նույնիսկ այն վառելիքը, որ այդքան գովազդում է, որ մտնում է Հայաստան, Հայաստանի կարիքների չնչին մասն է, եւ ակնհայտորեն այս ամենը պրոպագանդիստական փուչիկներ Փաշինյանի, որ տրակեց։ Այո, Ադրբեջանում կոշտացրել են ռետորաբանությունը եւ զորավարժություններն էլ ճիշտ են, որ անցկացվում են, բայց փորձենք հասկանալ ինչա կատարում։ Ալիևը գիտի, որ անսահմանափակ ժամանակ չունի Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու, գիտի, որ ինչ-որ պատուհան է բացված, որից հետո կարող է ռեգիոնում իրավիճակը կտրուկ փոխվել։ Պատերազմ սկսելու հնարավորությունը իրականում Ալիևից չի կախված, մի շարք այլ գործոններից է կախված։ Հա, եթե տարածաշրջանում այնպիսի էսկալացիա լինի, հատկապես Իրանի խնդրի հետ կապված, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, բնականաբար Հայաստանը շատ խոցելի կետ է եւ շատ արագ կսկսվի Հայաստանի դեմ կամպանիան։ Մյուս կողմից Ալիևը հիմար չի եւ նա հասկանում է, որ այս ստատուս քվոն, որը ստեղծվել է Իրանի շուրջ, չնայած էսկալացիան շարունակվում է, հանգեցրել է մի իրավիճակի, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները որևէ ստրատեգիական խնդիր չեն լուծել, իսկ Իրանի ազդեցությունը աճել է, որովհետեւ օրինակ Հորմուզի նեղուցը փաստացի այդ երկիրը երբ ուզում փակում է եւ համաշխարհային առևտրի 20%-ի վրա ազդում է։ Մեզվեդևն ասես մոտավորապես միջուկային զենքի ավելին ես կասեի այս պահին, որովհետեւ ամերիկյան մի շարք փորձագետներ հավարում են, որ այս պատերազմից հետո Իրանը իր ազդեցությամբ աշխարհի 4-րդ երկիրն է նույնիսկ, իհարկե ազդեցության տարբեր պարամետրեր կան, նայած ազդեցություն ասելով վերջին հարվածներից հետո հարավը ընդհանրապես փորձել են կտրել, այնտեղ կամուրջ բան դրա մասին իհարկե շատ քիչ է խոսվում։ Այնուամենայնիվ հիմա բան թիրախներ են վերցրել եւ դեռ հիմա տեսնենք ինչ կլինի։ Ամեն դեպքում շատ ուշադիր է Ալիևը հետևում է Իրանի իրադարձություններին, մեր մոտ էսկալացիա լինել չլինելու հարցը ուղղակիորեն կապ ունի Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների հետ։ Այս պահին բնականաբար Ալիևը չի հանդգնի պատերազմ սկսել, բայց այս պահին նա փորձում է Հայաստանից ստանալ առավելագույնը, որովհետև գիտի, որ հետո եթե Իսկ ինչու չի հանդգնի, այնտեղ որովհետև այս պահին Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է միջամտել։ Եթե պատերազմ սկսվի, շատ պարզ ասեք, այդ Զանգեզուրի միջանցքի համար պիտի սկսվի, մնացած հարցեր պատերազմի թեմա չեն։ Ոչ անկլավների հարցերը, ոչ բան։ Դրանք մանավանդ Այսինքն էլի արդիականադառնում են, եթե միջև այդ Զանգեզուրը կա, ուրեմն տեսեք, կա, որ Իրանի իհարկե, այս իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը խնդիր է դրել Պարսից ծոցում թույլատնել ամերիկյան ներկայությունը, ակնհայտորեն ոչ թրիպն է թույլ տալու այն պարամետրերով, որ ստորագրվել է անցած տարի, ոչ էլ թուրանական միջանցքը։ Եվ դրա համար եմ ես ասում Իրանի իրադարձությունների հետ կապված։ Այդ Իրանի շուրջ այնպիսի վիճակ ստեղծվի, Աստված մի արասի, որ Իրանը թուլանա, անմիջապես կհասնենք Ադրբեջանը մի անգամից բոլոր այս ֆորմալ խաղաղության մասին խոսակցել կմոռանա բնականաբար։ Բայց տեսեք, նաև այսպիսի բան կար, որ Արցախից էր, չէ, այդ կողմից էր, չէ, թռնում իրենց նախագահ բարձրաստիճան էլիտան, որ պայթեց այդ ինքնաթիռը, ուղղաթիռը։ Դրանից հետո ինչ որ բաներ չեղավ, ասեցին, ես չեմ կարծում, որ իրենց հետախուզությունը ուրիշ տվյալներ չուներ։ Իրանի Նաև տվյալներ կար, որ այս ընթացքում այնտեղից են հարվածներ եղել, ինչ որ զգուշացումներ եղան, ինչ որ լարվածություն առաջացավ Իրան եւ Ադրբեջան, բայց մնաց այդ մակարդակի վրա։ Արդյոք այս պարագայում էլ այդպես չի ավարտվի։ Գիտեք, Իրանի Կադրնալով ինչ խառը վիճակում է Իրանը, որովհետեւ
Ադրբեջանը եւ Թուրքիան այդ առումով շատ ճկուն են, իրենք տեսեք, այդ ամեն ինչ հարցակումներ երբ սկսեցին, երբ որ Ռուսաստանի գլուխը շատ խառն էր, չէ՞, հիմա կարող է այդպես շատ զբաղված լինել եւ Ռուսաստանի գլուխը հիմա այլ է, դե դրա համար ասեցի։ Զուգահեռ եմ հասկացում, Ռուսաստանի Եթե Իրան Իսլամական Հիմա Իրանն էլ Հանրապետության եթե այդպես խառնված դե լինի ասում եմ, եթե դիրքերը թուլանա եւ այնպեսի այս բան ես նման սցենար չեմ կանխատեսում։ Ես կանխատեսում։ Բայց չեք իմանա, չէ, 2 ամիս հետո, եթե այսպես իրականացված հարվածները Ես համարյա վստահ եմ, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները իրանց ստրատեգիական խնդիրները չեն լուծելու։ Ընտրություններով պայմանավորված Ամերիկայի։ Ոչ միայն։ Ուղղակի հնարավոր չի այս ստրատեգիական խնդիրները, որ Թրամփն ու Նեթանյահուն հետապնդում են լուծել Իրանում։ Հանք խառնեցին Իրանը Վենեսուելայի հետ, սխալ հաշվարկ կատարեցին։ Այդ մասին ես միջով պատերազմել եմ ասել Իրանի, որ ամենամեծ ավանտյուրան կլինի Թրամփի, եթե նա վենեսուելական մոդելով փորձի Իրան Իսլամական Հանրապետության հետ կապված խնդիր լուծել։ Այդ սխալը իրան կարեցին ստրատեգիական, բայց այնտեղ հիմա չեմ ուզում շատ խորանալ, բայց դա Իսրայելի լոբիի ազդեցության հետևանքեր են, Էփշտեյնի դոսիեները եւ այլն, այսինքն ակնհայտորեն Թրամփը, որը դարձել է ցեղասպան Նեթանյահուի ըստ էության պատանդը, այսպես ասենք, Թրամփը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել, որովհետև մի կողմից նա զգում է ամերիկյան հասարակության հակաիսրայելական տրամադրությունները եւ էլեկտորալ կորուստներ ունենում, երբ Իրանի նկատմամբ նման ագրեսիվ քաղաքականություն է վարում, որովհետև գիտեք, ճիշտ հակառակ կարգախոսներով է եկել իշխանության, մյուս կողմից կա այդ Իսրայելի լոբիի հարաճուն ազդեցությունը Միացյալ Նահանգների էստեբլիշմենտի վրա, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս երկու հակադիր տենդենսները, դժվար է կանխատեսել, բայց արևմուտքում չմոռանանք, որ այնուամենայնիվ հանրային տրամադրությունները դեր ունեն, իրանց բոլոր աղճատումներով հանդերձ այնուամենայնիվ դեր ունեն, եւ ես չեմ տեսնում որևէ սցենար, որը թույլ կտա Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին փոխել սահմանադրական կարգը Իրանում կամ հասնել այդ երկրի մասնատմանը, նրանք անգամ հրթիռային միջուկային ծրագրերի չեղարկման հարց չկարողացան լուծել, գումարած Հորմուզի նեղուցի խնդրը։ Այս սա է այն կայունացնող գործոնը, որը զսպում է նաեւ Ալիևի ախորժակը եւ թույլ չի տալիս նրան բացահայտ շանտաժի կամ ռազմական էսկալացիայի դիմել Հայաստանի։ Իսկ վախը Նիկոլի ինչով է պայմանավորված։ Ակնհայտ ինքը ունի այդ։ Նիկոլ Փաշինյանը թվում է թե ընտրությունները եղել է, ավարտվել է, պիտի հանգիստ լինի, բայց իր բոլոր գործողությունները ցույց են տալի, որ պատճառներ ունի անհանգստանալու։ Օրինակ գնաց հանդիպեց Միշուստինի հետ, մենք տեսանք այդ հանդիպան նույնիսկ հրապարակային մասից բացահայտ երևում էր, որ ոչ մի լուրջ արդյունքեր չի գրանցվել, որովհետև Միշուստինը օրինակ այդպես էլ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, այդպես էլ մենք չլսեցինք ինչ-որ հայտարարություններ, որ նման կլինեին, որ ճգնաժամը մեղմել է։ Բայց Փաշինյանը իր սովորության համաձայն եկավ Երևան, ասաց մի քանի օրից ինչ-որ նորություններ կլսեք, հիմա չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնեմ ինչ-որ բան ասեմ, իմ համար պարզ էր, որ ոչ մի լուրջ նորություններ չենք լսելու, ընդհակառակը մի քանի օր հետո Իրանին զգուշացրեց Ռուսաստանը, որ հայկական հետ կա տեսել Իրանից ծաղիկների արտահանման գործընթացում եւ այնտեղ էլ սահմանափակումներ մտան եւ ակնհայտորեն չի կարողանում ռուսական ուղղությամբ խնդիրները լուծել Նիկոլ Փաշինյանը։ Սա մեկ։ Իսկ այդ արտահանումների խնդրը գնալով սահմանափակումների խնդրը գնալով սրվելու է։ Տեսակ չէ մի խմբականակ ծիրան էին տարել Եվրոպա ճանապարհին, փչացել էր այդ ծիրանը եւ սպառման ոչի ընդհակառակ։ Ոչ, դեսպանների մոտ մուրաբաներ կանեն։ Դե ամենաշատը արագ կարան քաշեն դրանով, բայց չեմ կարծում, որ այդ եվրոպական շուկաներում քաշած արագի խնդիր ունեն։ Սա մեկ, երկրորդը նոր թրիփից խոսացի։ Մի կողմից Միացյալ Նահանգները ակնհայտորեն շտապացնում են այդ Սոկոլովի նշանակումը
բանի այդ թրիփ հիմնադրամի ղեկավար ստեղել, Հայաստանի կառավարությունը սկսել է թրիփի փաստաթղթերի վավերացման գործընթացը, չնայած Արդարադատության նախարարության վերապահումները Արդարադատության նախարարությունը կողմ է եղել, որ վավերացման գործընթաց սկսի, բայց այնպիսի վերապահումներ է հայտնել, որը պետք է հակառակի մասին խոսեր։ Փաստորեն դա իսկապես հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական եւ սահմանադրությանը եւ օրենսդրական բազմաթիվ կարգավորումների։ Եվ այս տեսքով ես էլի չգիտեմ սահմանադրական դատան իր ներկա կազմով ինչպիսի նոր հանցագործությամբ պետք է գնա այդ փաթեթը սահմանադրությանը համապատասխանող համարելու։ Այս խնդիրն է, թրիփը ինքը մի կողմից հասկանում է, ամերիկացիք շտապեցնում են, որտեղ աշխարհաքաղաքական խնդիրներ ունեն, մյուս կողմից հասկանում է, որ Իրանի կոշտ հակազդեցությամբ նա հանդիպելու, չբացառենք նաև, որ նա Իրանով փորձում էր բալանսավորել քաղաքականությունը, հիմա այս արագացման process-ում դա չի ստացվի, չմոռանանք, որ մեկնել էր Խամենեի ուղարկավորության արարողություններին էր մասնակցում, սա երկու խնդիր, Ալիևի, այդ Ալիևի նույնպես արագացնում է, որտեղ ասեցինք պատուանը կարա փակվի, մյուս կողմից ինքը հասկանում է, որ միատել էլեկտորալ միջոցառում, եթե անցկացնի, օրինակ սահմանադրական հարակվե, վիճակը կարող է վերահսկողությունից դուրս գա, որտեղ ամեն ընտրությունից Բայց չեզոքացնում են ուժերին, որ կարող են հասկանալի է, բայց հասարակության դժգոհությունը ոչ միտեղ չի անում։ Այս խայտարակ գնաճը Հասարակության դժգոհությունը, գիտեք ինչ կա, այդ շատ նման է, որ կափարիչը դնում ես եռացող կաստրուկայի վրա, քեզ թվում է, այդպես միս կափարիչով կարող ես փակել, բայց կարող բան անի, չէ՞, տրակի։ Եվ այսինքն այդպիսի վիճակ, այս լարվածությունը կոնսերվացնել ավելի վտանգավոր բան է վերելու։ Սա կարող բերի պայթունի, ցնցումների, հեղափոխական զարգացումների, ֆորս մաժորի, շատ արագ ու շատ անկանխատեսելի ընթացքով։ Դրա ինքը շատ լավ այդ խնդիրները հասկանում է։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում է Այսինքն Ռուսաստանը այնտեղից սեղմում է այս կոնկրետ բաներով, Ամերիկան սեղմում է, Ամերիկան Իրանի հակազդեցությունը կա եւ մի շարք բաներ, որ հետո մյուս կողմից էս իր այս բանը համատարած բռնաճնշումներ, բանը, այսպես թե այնպես։ Այս բռնաճնշումները տեսեք, որ սա իբրև թե բան է, այս հարցերը ինքը իբրև թե լուծեց։ Այդպես չի, չէ՞։ Բռնաճնշումները երկու խնդիր են։ Ավելի մեծ վտանգավոր բան է Բռնաճնշումները երկու խնդիր են առաջացնում։ Ուրեմն ամեն մի նոր կալանավորի մարդու կալանավորումից հետո հասարակության մի հատ նոր խումբ, մարդկանց մի հատ մեծ բանակ թշնամանում է այս իշխանության դեմ։ Օրինակ տեսեք, Գագիկ Ծառուկյանի տասնյակ հազարավոր աշխատողները, մարդիկ, որոնք չեզոք էին, բայց հիմա այդ կադրերը չեն կարողանում մարսել, որ Գագիկ Ծառուկյանի տանը տեսել են։ Եվ իր հետ կապված, եւ կենթանիների հետ կապված, եւ նաեւ գողությունը։ Եվ այդ եւ այս ամեն ինչը հասարակության մեջ նոր բան ավելացնում, սա մեկ։ Մյուս կողմից տեսեք, ինքը պետք է միակ հենարանը իր մնացել է պետական բյուրոկրատիան, դրանց պետք է սիրաշահի, օրինակ այդ 5 միլիարդ դրամը, որ կամ 13 միլիոն դրամը, Պարքևավիճարյան, միակ հենարանն է, սիրաշահումա, տեսեք ընտրությունները պրծել է դեմնել թիմ ընտրություններ, այսինքն միջակայքում գտնվող փուլը, ինքը պետք է սիրաշահի, դա բյուրոկրատիան միակ բան, բայց մյուս կողմից պարզ է, չէ, երբ որ դու օրինակ Ծառուկյանի հետ կապված դեպքում 7-8000 մարդու մինիմում պարապորտի ես մատնում, այն արտահանողների խնդիրները չես լուծում։ Չէ, այդ 7-8000-ով չի սահմանափակվում։ Այս պահին եթե 10000, այդ 10000-ը ընտանիք ունի։ Այս պահին իմ հաշվումներով արտահանողներն էլ բաններ, մոտավորապես մի 2-300 հազար մարդ։ Խնդրեմ, որ կապված են, փող կապակցված այդպես։ Հիմա տեսեք, այս ինչ է կատարվում, այսինքն դու բռնում ես քո բյուրոկրատիային կերակրում ես 5 միլիարդ դոլար, այս մարդիկ մնում են խնդիրների մեջ։ Այսինքն
ինքը մի հատ վիճակում է հայտնվել եւ որ ներսում էլ դրսում էլ մանևրելու հնարավորություն։ Իմիջիայլոց այդ բյուրոկրատիան բացի իր այդ նեղ թիմային բանից, պարոն Սուրենյանց, բոլորը հասկանում են, չէ՞ որ 5 պակաս կարող են թռնել այդտեղից։ Իրանք շատ լավ ներսից գիտեն թե երկիրը ինչի արժե եւ ինչ է առաջանում, որը էլի անվերահսկելիության հատկանիշ է։ Տեսեք, քանի որ ինքը ամբողջ իրավապահ մարմինները դարձրել է այլանդակ բռնությունների գործիք, այսինքն զբաղված են միայն մարդավորսով, հա, քաղաքական նպատակներով ընդ որում, կրիմինալը լրիվ կոմֆորտ զոնայում է։ Այսօր ցուցադրեցիք, որ այդ մուրացանի իրադարձությունները, բայց այս շաբաթ մի քանի հատ Գյուլբեկյանի, Վաղարշյանի վրա եղավ եւ այլն։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իրավիճակը մի քանի պարամետրերով վերահսկողությունից դուրս կարա գա։ Իշխանություն ընտրությունները չի լուծել ոչ մի հարց։ Սա երևի բացառիկ դեպքերից մեկն է, որ ընտրություն ալնում եւ վիճակը լիցքաթափվելու փոխարեն ավելի է եռում։ Մյուս կողմից այդ սխալ հաշվարկը, որ եթե օրինակ ձերբակալություններ անում քաղաքական կարողանում է գլխատել եւ այլն, դա վիճակը լուծում է շատ կարճ կտրվածքով։ Այսինքն, հա, կարճ կտրվածքով վախը սերմանում, ինչ-որ մարդկանց բերանա փակում, ինչ-որ մարդկանց ֆինանսական հոսքերից է զրկում, բայց ելի եմ կրկնում, դա կարող էր գոնե արդյունավետ լինել, եթե այս սոցիալ-տնտեսական խնդիրների խորացումը ու այս արտաքին ռիսկերը չլինեին։ Եթե այդ բոլոր խնդիրները կան, ընդհանրապես ինքը ճգնաժամի պայթյունը, այսինքն այդ ֆորս մաժորային պայթյունը հետաձգում է, այսինքն մենք ունենք իշխանություն, որը օրվա ռեժիմով է ապրում, ոչ թե ինքը ինչ-որ ռեպրեսիաները զուգակցում են ինչ-որ քիչ թե շատ ռացիոնալ քայլերով, որոնք կարող են մի կողմից հասարակությանը վախեցնել, բայց մյուս կողմից հասարակության մի մասն էլ կոնսոլիդացնել ինչ-որ ծրագրի շուրջ, որ կառավարությունը անում է։ Չէ, ինքը տեսարանը ապահովում է, բայց հացը չի կարողանում ապահովել։ Այդ հիմ բան կա, չէ, հացի եւ տեսարանների մասին։ Միայն տեսարանը քիչ է։ Մանավանդ այդ տեսարանը այլևս հասարակության մեծ մասի համար շատ տհաճ է։ Ու բաներ կար, որ կարար 2018-ին էֆեկտ տար, հիմա հակառակ ռեակցիան առաջացնում։ Օրինակ 2018-ին են այլանդակ մասկի շոուն, որ գեներալ Մամեր Գրիգորյանի դեմ կազմակերպեցին, հասարակության մեծ մասի համար այն հեղափոխական պսևդոեֆորիայի մեջ գտնվող հասարակության մեծ մասի համար դուրեկան էր այդ կադրը։ Հիշում եք, չէ՞, ինչ-որ տենց անասնական բան կար։ Ինքը նույն տրամաբանությամբ բռնեց այդ տեսանյութը տարածեց Գագիկ Ծառուկյանի տան, բայց այս դեպքում հարյուրավոր, հազարավոր մարդիկ գիտեն, որ երբեք Ծառուկյանի համակիրի չեն եղել, երբեք։ Բայց մարդկանց մոտ արժանապատվության բան առաջացավ, ընդվզում, որովհետև հասկանում են, որ ամեն րոպե ցանկացածի դեմ կարան այս բանը անեն։ Եթե ազդեցիկ մի հատ մարդու են կարողանում, հե մարդ ասում է ես ով եմ, ինձ ընդհանրապես կգան տան մեջ կգյուլ են։ Չէ, հետո ինչքան էլ մեր հասարակությունը չարացած է, ունևորների ինչ-որ կայացած մարդկանց նկատմամբ բան է, բայց եթե քո աչքի առաջ կայացած բանը ջարդում, փշրում է, գնում գողանում տանում են այդտեղից։ Ինչի՞ կա մարդու եղած է գնում մտնում ատուն, դուք ասեցիք, որ անգամ այդ կենթանիների, որ առևանգի գողաց է տարել է, իբրև թե Ծառուկյանի հետ կապ ունեն։ Այդտեղ նաև Վագրը դուք ասեցիք, որ որդուն է, չէ՞ պատկանում։ Չէ, ես չեմ ասել։ Չէ, Արման Աբովյանը ասեց, որ դրանք անձնագիր բանն են, չէ՞, այդ կենթանիները։ Փաստորեն որ իր համար կապ չունի, աչքներիդ ինչ կա։ Չէ, մի հատ ուրիշ բան էլ ասեմ։ Հարուստների դեմ պայքարը հասարակությունը կարա ուտի, որպես իդեա, եթե դա իսկապես մաքուր հեղափոխական իշխանություն է անում, եթե նույնիսկ արկածախնդրություն, այսինքն բաների մեջ չկեղտոտված։ Օրինակ 2018-ը դրաման եմ ասում այդ առումով տարբեր։ Բա հիմա արդեն քանի միլիոնատեր միլիարդեր մեջ թաթախված իշխանություն, հա։ Արայք հարությունը գնում է $5,000 տոմսը առնում մի խաղան այն Միացյալ Նահանգներում։
ֆուտբոլի։ Արմեն Գրիգորյանի կարողությունները գրել էին։ Կամ էլ ասենք հիմա Պապիկյանի կարողությունները։ ուզում եմ ասեմ, եթե $5 միլիոն $5,000 կարան տան մի հատ ֆուտբոլի խաղ նայեն։ Այդ համաձայն եք արդեն դրանից հետո էլ ինչի մասին ենք խոսում։ Այսինքն էլ ինչ կոռուպցիայի դեմ պայքար, էլ ինչ օլիգարխիատի։ Ստե մի հատ բան էլ կա ուղղակի, որը հələ պիտի ուսումնասիրվի։ Ես ընդհանրապես հիմա շատ մի նախադասություն կասեմ այդ թեմայով, որովհետև խնդիրը չեմ ուսումնասիրում։ Տեսեք, մեր ազգային կապիտալի ունեզրկման ակնհայտ process է տեղի ունենում, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, հələ դա տեսանելի կողմն է։ Համոզված եմ, որ այլ շարժեր կան։ Մեկ էլ տեսնում ենք, որ մի մարդ, որը Հայաստանի հասարակությանը ծանոթ չէր, Ռուսաստանում ծնված սիրիական արմատներով հիմա Միացյալ Նահանգներում ապրող, Հայաստանում այդ մարդու տնտեսական ազդեցությունը չափազանց առաջուն տեմպերով մեծանում է։ Խոսքս այդ Սակալովի մասին է, որը նշանակվել է Թրիփ հիմնադրամի ղեկավար։ Սակալովը Վիվայի տերն է, Վիվասելի։ Սակալովը Թեղուտի հանքավայրն է ձեռք բերել։ Սակալովը հիմա դառնում է այդ հիմնադրամի ղեկավար, փաստացի այդ նախագծի ղեկավար է դառնում Թրիփի։ Այսինքն իմ մոտ տպավորությունն է, որ փորձում են մեր այս սեփականության վերաբաժանման process-ում նոր օլիգարխիա տաճեցնել, այսպես կոչված, եւ այդտեղ դեր ունենալու նաեւ այստեղ աշխարհակաղակական գործոններ կա, որովհետեւ դեր ունենում այն կապիտալը, որը աշխարհակաղակական առումով արևմուտքի հետ է կապված։ Եվ այս շատ հետաքրքիր process է, հիմա բավարար ինֆորմացիա չունենք, բայց մի 7-8 օրում կարծում եմ ինչ-որ բաներ կունենանք։ Եվ սա մի հատ լրացուցիչ ուսումնասիրության թեմա է, որովհետև տեսեք, սովորաբար քաղաքական կլանումները, այսինքն քաղաքական օրակարգերի սպասարկումը հաջորդում է տնտեսական կլանումների։ Օրինակ, այդ Աբխազիայի Աջարիայի պատմությունը շատ լավն է։ Թուրքիան, Ադրբեջանը սկզբում տնտեսապես կլանեցին Աջարիան, նոր հետո անցան քաղաքական ինֆրաստրուկտուրան նորից ստեղծմանը, որպես գործի։ Թվեր էիք ներկայացրել, այս հրապարակմանը ծանոթ եմ, որ ինչ է եկել Ադրբեջանից եւ ինչ է գնացել Հայաստանից, ես հայտարարությունը խնդրեմ։ Հիմնականում վառելիք է եղել, մեկ էլ պլաստմասե։ Ինչքան գումար են աշխատել եւ այս ընթացքում $17 միլիոն։ Ահա։ Մենք ընդամենը առաջի երամեսյակում հոլանդական վարդ մեր տարածքով գնացել է Ադրբեջան $1000 չկա, $929 է, ինչա։ Այսինքն պատկերացրեք։ Էլի հարստացրեցիք եւ դրամալ վերսալյան մոդելն է օգտագործել այդ տերմինը։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Մեզ պարտադրվում է խաղաղություն վերսալյան մոդելով։ Կա, գիտեք, երևի գաղտնիք չի, երկու մոդել կար խաղաղության Պոզդամյան մոդելներ, որը չէր ենթադրում, որ եւ Վերսալյան մոդելի մասին խոսեմ, որովհետեւ Վերսալյան մոդելն է մեզ վերաբերվում, դա ինչ է, երբ որ 18 թվականին պարտված Գերմանիային պարտադրեցին ըստ էության կապիտուլյացիա։ Նույն բանը հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ է երևում, անգամ այս տնտեսական ցուցանիշներով։ Ձեզ թվում է ինչ-որ բան չկա Հայաստանում արտադրվող, որ Ադրբեջանի պետք է, անշուշտ կա։ Օրինակ կոնյակը, չեմ կարծում, որ Ադրբեջան այնքան որակյալ կոնյակ է։ Այսինքն հայատյացություն կա այդ ժողովրդի մեջ, ես վստահ եմ, որ եթե անգամ որոշում կայացնեն ինչ-որ մի բան այսպես կոչված ճակերտավոր հաղթանակից հետո էլ, եթե որոշում կայացնեն Ադրբեջան, որ ինչ-որ մի բան պիտի Հայաստանից տանեն, ես վստահ եմ, որ հասարակական ընդվզում կլինի, որ մեր հասարակության նման չի, թուրքական էս բերեն կամ ադրբեջանական էս բերեն, իշխանությունը չի գնա, բայց նաև այդ հասարակությունը այնքան խորքային հայատացություն կա դրած իրենց մեջ, որ իրանց մոտ պետականորեն դա դրվել է, եւ եկեք ճիշտ հասկանանք, օրինակ մեր մոտ երբեք պետական մակարդակով այլատացություն չի խրախուսել։ Այդ վերադարձ ծրագիրը, մյուս ծրագրերը, որ կան Բաքվում, այդ այլատացության ծրագիրը, պետական մակարդակով կրթության ծրագրերում ներառված ծրագրեր են։ Այո, Ադրբեջանը վարում է
մեծ իմաստով, ստրատեգիական իմաստով Հայաստանի պետության ոչնչացման քաղաքականություն։ Այդ գիտեք հիմա կարող սիրուն խաղաղության կենացներով ինչ ասենք, դրանց իրականությունը չի փոխվում։ Այս պատկերը, տեսեք, շարունակում է ընտրակեղծիքների մասին գրում են մենք, բան ինչ հիմնականում տարբեր բաներ ասեցիք դրա հետ կապված, նաև կապ եմ տեսնում, բայց ինչի չի հանգստանում, շարունակում է այսպես ժողովրդին իբր ընտրակեղծիք, բան։ Հիմա իրան թողել են մենակ ժողովրդի հետ։ Դուք շատ լավ նկարագրեցիք, այնտեղ գյուղատնտեսությունը պայթում է, արտահանումը, գնաճը մի խայտառակ վիճակում է, այս հայտարարություններով, այս տեսարաններով կարողանալու է ինչ խնդիր է լուծում, կամ կարողանալու է լուծել։ Գիտեք, մենք պիտի մի հատ իրականության հետ հաշտվենք։ Քանի Նիկոլ Փաշինյանը կա, այս տուրբուլենտությունը լինելու է, ինքը առանց դրա իշխանություն չի կարող պահել։ Անդադար թշնամու կերպարելի, արտաքին, ներքին, հնարավոր չի ինքը պետք է ասած տուրբուլենտություն կրակ ստեղծի երկրում, որպեսզի կարողանա իշխանությունը պահպանել։ Իրա թիմի ներսում էլ աստիմ ունեցած ինֆորմացիա։ Դե տեսեք, ինքը այդ քաղաքական դեմքերի նկատմամբ էր այդ անում, գուցե քանի տարի ձգեց, իրեն հաջողեց, բայց հիմա ինքը անցել է այն մարդկանց, ովքեր արարել են, գործարարներ են, այսինքն այդ մարդկանց ամեն մեկի հետևում 30-40-50,000 մարդ կա, այսինքն վտանգավոր նախ ավտորիտարիզմը ինչքան զարգանում է, այնքան նոր շերտերի ռեպրեսիվ մեքենայի երախը գցում, դա կանոն է։ Հակառակ դեպքում ավտորիտարիզմը կկանգնի, այդ իշխանությունը կփլուզվի։ Կանգնելու ձև էլ չունի, ինքը միջև վերջ պիտի գնա։ Միջև ատամները փշրվի, էլի, չեմ ասում։ Սա մեկ։ Երկրորդը ինքը սեփականությամբ վերաբաժանում էլի պիտի անի, որտեվ առանց տնտեսական բազայի շատ ուժեղ, այո։ Այս խլոցին դրա համար է։ Բայց մյուս կողմից ինքը պետական հանցագործություն է անում Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը ինչ է անում։ Ինքը էական վնասներ է տալի Հայաստանի տնտեսությանը, որտեվ այս բոլոր չաշխատող հազարավոր մարդիկ եւ շուրջ 70 ձեռնարկությունները հարկ չեն կարող վճարել այս բոլորը։ Պարապորտի են մատնված։ Դուք որ տենց ուրախացել եք, բայց այդ որ այդ աշխատում է, այդ աշխատողը այդտեղից տանում են հարկ են վճարում, այդ աշխատողներին գումար են տալիս եւ այլ այդ հարկը գալիս է մյուս կողմից ինքը չհաշվարկված կարևոր բանը պարոն Սուրենյանց, այս ամեն ինչը տեսնելուց հետո ինչքան դիմար ցնդած խելագարելի մտածի բերի մի $1000 ներդրում անի Հայաստանում։ Չէ, այդ մոռացեք։ Ես անցած եթերում չգիտեմ, Հայաստան ըստեյության 2-ից 300 միլիոն ներդրում արվել։ Լավ, 4-500 միլիոն։ Այդ էլ այդ տրիփի ու Եվրամիության տված փողերն են, ուրիշ փողեր չկա։ Երկարաժամկետ փողեր չկա։ Որպեսզի հասկանաք ինչ ողբերգական վիճակում ենք, ես ասեմ, որ Սաուդյան Արաբիայի ամենահեղինակավոր ներդրումային ընկերություններից մեկը Թբիլիսի կառուցապատման եւ մեգանախագծեր իրականացնելու համար $6 միլիարդ ներդրումային ծրագիր է իրականացնում Վրաստանում։ Ինչի են Վրաստանի օրինակը բերում, որովհետեւ շատ մեծ նման երկիր է, չեն կարող ասել, մի հատ երկրի օրինակ է։ Ընդ որում երկիր է, որը որը բանը էլի արտաքին ինչ-որ խնդիրներ ունի, չէ՞։ Օրինակ Կոբախիձեն անցած շաբաթ արեց մի հատ սենսացիոն, բայց շատ դիպուկ հայտարարություն, որ մեր արևմտամետների ականջներին կախենք, իրանք էլ հասկանան, ասեց, եթե ռուսները 20%-ով մեր երկրի ինքնիշխանությունը չեն ընդունում, Եվրամիությունը 100%-ով չի ընդունում, սա շատ տիպիկ գնահատականներ տրված արևմտյան ինստիտուտներին, բայց իրավիճակը սա է, հիմա տեսեք, դրա համար ես ասում եմ, այն բանաձևը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը պարտվել է, իշխանությունը չի հաղթել, այս տուրբուլենտությունը, այս անհասկանալի լարվածությունը, իշխանության ներսում էլ այլանդակ վիճակ, որը մեկը ցանկացած մարդ, որ իշխանությունից հեռանում է իրանց մոտ, իրար նեղ շրջապատներում խոսում են, որ ամեն րոպե սպասում են, որ իրանց հետևից է կգան։ Այսինքն դեռ շատ կոշտ ֆիլտրում է։ Ենթադրենք Մխիթար Հայրապետյանը ինչ-որ բանից դժգոհում է, միանգամից ասում է դուրի չի գալի, վեշերը հավաքի գնա։ Հիմա ասենք նախարար չի։ Այստեղս ամենակարևոր բանն է, որ իսկապես հացի խնդիր է լուրջ սոցիալ-տնտեսական լուրջ հարցեր են։ Ես այս օրինակը բերեցի, բայց ես էլի ուզում եմ կրկնել, Էջմիածինից գնացեք
աշտարակ, տեսեք այն բան գյուղի ճանապարհներ էլ կա, որ ասֆալտապատում են, ասֆալտով փորձում են ժողովրդին կերակրել եւ նայեք աճ եւ ձախ 40,000 ծիրանի ծառեր ամայացած, չորացած, որտեղ 2 տարի չեն կարողացել մթերել, ջրի հարցը եղել է, հետո այնպեսի խնդիր են առաջացրել, ջուր այդ կանալներում բացարձակ չկա, ամայացած։ Եթե ինչ-որ մեկը չի հավատում, գրած հիմա դուք պատկերացնեք 40,000, քանի մարդ դե ինչ սարսափելի վնաս է, ինչ է։ Ավտորիտարիստներն ու անձիշխանությունները կարողանում են հաց գումարած տեսարան։ Հիմա հացը չկա։ Տեսարանները շատ տայլանդակ են ու տգեր են։ Չէ, տեսարանները արդեն երևի միայն հոգեկան բան մարդկանց են։ Վերակ լյումպենի վրա է ազդում, այդ լյումպենն էլ շատ փոքր զանգված է։ Չէ, բայց լյումպենները հաց ունենա, չէ։ Լյումպենին հաց չի կարող։ Բայց եմ ասում, հաց չի տալիս։ Հիմա դիշկան ուզես ավելի զարգացած, ավելի զարգացած։ Այդ ինքը տեսնում է, չէ, այնտեղ երեկվա չմոն բանը, եսի միշտ մեքենա է վարում, որտեղ ԿՊ-ից է։ Եսի միշտ Չէ, հետո ինչքան կարա։ Եսի մուտք գնում հանգստանում։ Ինչքան կարա։ Ցածր ԿՊ-ականի մասին եմ ասում, բայց գնացածի մասին չեմ խոսում։ Ինչքան կարան ասեն, այս հարուստներից վերցնում են, որ ձեզ։ Մարդիկ տեսնում են, որ այդ բաները վերցում է, իրանց ոչ մի բան չի։ Ոչ մի բան չի։ Դե հետեւաբար այս ոնց որ ցանկացած ընտրությունից հետո կա մեծ հիասթափություն, ես կարծում եմ, թե հիասթափությանը չտրվել, սթափվել, որովհետև մեր նման երկրներում էլի շարունակում եմ կրկնել, միայն ֆորս մաժորային իրավիճակներում է փոխում եւ հիշեք իշխանապողությունները նախքին բան ոնց է տեղի ունեցել։ Եթե 10 օր առաջ հարցնեին, ասեին, այսպեսի բան կնի, ասեին անհետեցություն եք, չէ՞ խոսում, որովհետև իշխանությունը այնքան ուժեղ է։ Հիմա ես որ ես ասում եմ, ասեն իշխանությունը բան է, այնքան ուժեղ չեն ասում բնականաբար, սրանց ինչ ուժեղ, ասում են, այս թիկունք ունեն, թուրքերը չգիտեմ, այդ նույն թիկունքը միշտ էլ եղել է։ Այդ նույն թիկունքը եւ կանգնած չի եղել։ Իշխանությունը այդ արտաքին ոչ թե թիկունքը, այդ ուժերը միշտ են եղել այդ արտաքին։ Թիկունքը միշտ հենարանները միշտ հարաբերական են, որովհետև նախ էլ եմ ասում, Հայաստանի նաև ներքաղաքական իրադարձությունները մեծապես կախված են երկու իրադարձություններից, ինչ ընթացք ունենա Իրանի շուրջ էսկալացիան, ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան ուկրաինական պատերազմում, որովհետև պարզ է, եթե գնահատեք ինչ վիճակի է ուկրաինական պատերազմը։ Այդտեղ էսկալացիայի նոր մակարդակ է գնալու, անցած եթերում էլ եմ ասել, կարողացավ հատկապես Եվրոմիության բյուրոկրատիան հասնել նրան, որ պատերազմը շարունակվի էսկալացիայի նոր մակարդակի բարձրանա։ Սա խնդիրներ կառաջացնի նաև Ռուսաստանի համար անխուսափելի, բայց շատ ավելի մեծ ավերներ կառաջացնի Ուկրաինայում էլի անխուսափելի։ Սա արևմուտքը ֆինանսավորում եւ երկարաձգում է Ուկրաինայի հոգեվարքը։ Սա ամենավատ բանն է։ Եվ առաջին էջում ավստրալիական մամուլի օրերս հրապարակել էին, գրում են մենք ուկրաինացիներին սովորեցնում ենք, որ լավ սպանեն ռուսներին։ Դե ասենք, այսինքն ասում վարժեցնում ենք, պարապում ենք, ուկրաինացիների հաշվին, բաց են խոսում էլի արդեն։ Ուկրաինացիների հաշվին լուծում են Ռուսաստանի հետ իրենց խնդիրները, ավելի շուտ դա կրկնում եմ, իրանք երկարաձգում են Ուկրաինայի հոգեվարքը։ Դրանից վատ բան գոյություն չունի, որտեվ այդ հոգեվարքին անխուսափելի հետևելու է շատ ավելի ծանր վիճակ։ Իսկ Ռուսաստանի համար։ Գիտեք, Ռուսաստանն էլ չի շահում։ Ակնհայտորեն այդ չեմ ուզում վարդագույն ակնոցներով, այդտեղ շատ լուրջ համակարգային խնդիրներ կան։ Բայց Ռուսաստանը կայսրություն է եւ այս պատերազմում պարտվել չի կարող, որտեվ ինքը ունի մի հաղթաթուղթ միջուկային արսենալը, որը ըստ անհրաժեշտության առնվազն շանտաժի շատ լուրջ գործիք կարող է լինել, իսկ արևմտյան էլիտաները այնքան խելքները չեն գցել, որ Ռուսաստանին այդ աշճանի պատին դեմ տան, հասկանալով միջուկային պատերազմի սպառնալիքը։ Այդ ուղղակի աքսիոմատիկ է։ Դա գուցե իր ստրատեգիական խնդիրները ամբողջ ծավալով չի լուծի, բայց պարտվել չի կարող։ Հիմա Ուկրաինան կործանվում է, կոնկրետ Ուկրաինան կործանվում է, որտեղ այդ պրոքսի պատերազմը տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում Ուկրաինայի հաշվին, այդ թվում մարդուժի հաշվին։ Հիմա խոսքը սրա մասին է։ Այս որը մեր արևմտամետները այդ հողի վրա շատ ոգևորվում են, չէ։ Հիմա ենթադրենք մեզանով բզում են ռուսներին ինչ-որ վնաս են տալի։ Ինչ ռուսների վնասը, եթե այդ կարգի դիմակայություն, եթե երկու օր Հայաստանում լինի, Հայաստան պետությունը վերանում է։
Հաստատ Ուկրաինան չի շահողը, եթե նույնիսկ Ռուսաստանը վնասներ ա կրի։ Ասենք շահում են արևմտյան ինչ-որ շահախմբեր, ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված, չգիտեմ, տարբեր սեգմենտների։ Դա ինչ կապ ունի Ուկրաինայի ինքնիշխանության ընդհանրապես գոյություն չունի, այն էլ ասեմ, որ օրինակ Ուկրաինայի վերջին օրերին չնայած պատերազմական վիճակին զանգվածային ցույցեր են սկսվել։ Այդտեղ պաշտոնանք են արել պաշտպանության նախարարի Ֆյոդորովին, որ ցույցեր են սկսել, այսինքն այդ հասարակությունն էլ արդեն միջև վերջ զզված, հոգնած, ու ես որ անդադ ասում եմ Ռուսաստանը պարտվել չի կարող, այդ չի նշանակում ես ուկրաինացի ժողովրդի դեմ սովորական, ինչ-որ բան ունեմ, որևէ բան էլ չունեմ, այդ ժողովուրդն էլ խաղաղ ապրելու արժանի ժողովուրդ, հա։ Ես ասում եմ հակառակ ես արևմտյան էլիտաների ցինիզմն եմ բացահայտում, որ այդ մարդկանց մսագունդ են դարձրել իրենց աշխարհակաղակական խնդիրները սպասարկելու համար։ Շատ լավ, եւ վերջին դիտարկում մենք ասում էինք, որ նաեւ ինչ-որ մի բան կա դրական, ասեմ չգիտեմ ինչ, որ ինքն էլ չեզոքացնում է այս պայքարող ընդդիմադիր ուժերին, հիմա այսինքն ողջ ընթացքում կարելի է ասել անգամ դրա մասին խոսեցինք։ Ինքը եւ ժողովուրդը առերեսվել են իրար։ Նիկոլը եւ իր ընտրողները, ես մնացել եմ, հիմա տեսեք, այսօր ասում եմ, ես Եվգենի Անիգին եմ կարդացել, քիչ առաջ ասեցի, 5-րդ դասարան Խաչիկ Մանուկյանն է, գիտի որ տարիքում են կարդում։ Ծրագրով 5-րդ, 6-րդ դասարանում մենք բոլորս կարդում ենք, հիմա որպես բան սենց ցույցակվել։ Կամ կարդալը։ Ես քիչ առաջ ասեցի, ոնց որ դու ամեն օր ասես, բա դու գիտեք ես ամեն օր հաց եմ ուտում, խոզանակով կամ էլ լուրեր եմ նայում։ Բռնեմ ասեմ այսօր ես լուրեր եմ նայում։ Հիմա տեսեք, ինքը մի հատ ճշմարտություն չի ասում։ Չէ, դուր առերեսվել են ժողովուրդը ինքը, այստեղ հիմա այդ ամենադաժան բանն է, ամենադաժան բանն է, որտեվ տեսեք, քաղաքական համակարգ հետևյալ դեպքում ընդդիմությունը միշտ անվտանգության բարձիկի դեր է կատարում, կայունություն, այսինքն ֆիլտրում է հասարակական դժգոհությունը, սարքում է օրակարգ դրանով հանդես է գալիս։ Այո, չեզոքացնես այդ որտեղա պայքարը շատ ճիշտ է։ Հիմա երբ որ այդ բուֆերը պասիվական չկա, պետք է իշխանությունը սարսափի, որովհետև ինչի պետք է սարսափի իշխանությունը, եթե բուֆերը չկա։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի տանը բեմադրել է այն տեսարանները, որոնցից ավելի դաժան տեսարաններով հեռացվելու է իշխանությունից։ Այդ թո շատ լավ հիշի այդ տեսարանը, այդ տեսարանը շատ լավ պիտի հիշի, ինքը իրան կանգնեցել է անդունդի եզրին ու անխուսափելի գլորվելու է, իշքան ընդդիմությունը թույլ եղավ ու գլխատված, այդ անդունդը ավելի իրական է դառնալու Նիկոլ Փաշինյանի աչքին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մնացեք մեզ հետ, քիչ անց ուղիղ եթերում կլինենք Խաչիկ Մանուկյանի հետ, մեզ շատ սիրելի։